2026 թվականի առաջին օրը Հայաստանի քաղաքացիները կարթնանան ապահովագրված։ Երկար տարիներ քննարկված ու մի քանի անգամ հետաձգված առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը 2026 թվականի առաջին նվերն է կառավարությունից Հայաստանի շուրջ 1,5 միլիոն բնակիչներին։ Եթե բացենք սպասված նվերի տուփը, կտեսնենք, որ դրա համար տարեկան վճարելու ենք 129,600 դրամ։ Համակարգի ներդրման առաջին փուլում 2026-ին կառավարությունը մեր փոխարեն կվճարի ամբողջ գումարը կամ դրա մեծ մասը։ Հունվարի 1-ից առաջնահերթորեն կապահովագրվեն մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամության առաջինից երրորդ խումբ ունեցող անձինք, սոցիալական անապահովության 28 բալ և ավելի ունեցող անձինք, զոհված զինծառայողների ընտանիքները և 65 տարեկանից բարձր անձինք։ Այս խմբերի ապահովագրության գումարն ամբողջությամբ կվճարի պետությունը։ 2026-ի հունվարի 1-ից ապահովագրության պարտադիր համակարգ կներառվեն նաև 2025 թվականի նոյեմբերի դրությամբ 200,001 դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Նրանց համար ևս 2026-ին պետությունը կվճարի գումարի մեծ մասը։ Ապահովագրության ամսական վճարից 10,800 դրամից 4,500-ը կփոխանցվի զինապահ հիմնադրամի հատկացումներից, 6,000 դրամը քաղաքացու փոխարեն կվճարի պետությունը սոցկրեդիտների գումարից։ Այս խմբի քաղաքացիներն ըստ գործադիրի իրենց գրպանից ամեն ամիս կվճարեն 300 դրամ։ 500,001 դրամից մինչև 1 միլիոն դրամ ստացող քաղաքացիների դեպքում զինապահ հիմնադրամից կհատկացվի 7,500 դրամ, 3,300 դրամը կվճարի քաղաքացին, սակայն ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով որպես եկամտահարկի վերադարձ 2027 թվականին կկարողանա հետ ստանալ։ Գործադիրն այսպես ապահովագրության մեկ զամբյուղի մեջ է հավաքում հասարակության բոլոր խմբերին սոցիալական համերաշխության սկզբունքով։ Եվ այստեղ ավելորդ չեմ համարում ընդգծել, որ ամեն մարդ վճարում է իր ապահովագրության համար կոնկրետ փաթեթի համար։ Եվ որպիսի մենք ունենանք նաև սոցիալական համերաշխության սկզբունքի պահպանություն, այսինքն նվազ եկամուտներ ունեցող քաղաքացիների և բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ֆինանսական նույնական բեռ չթողնենք, կառավարությունը որոշում է կայացրել նման սուբսիդավորման համակարգ ներդնելու։ 2027-ին համակարգ կներառվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028-ից մյուս քաղաքացիները։ Նախարարի խոսքով 2029-ին առողջության պարտադիր ապահովագրություն կունենա Հայաստանի բնակչության մեծ մասը։ Համակարգից օգտվելու պարտադիր պայմանը Հայաստանի քաղաքացիություն ունենալն ու ռեզիդենտ լինելն է։ Համընդհանուր ապահովագրումը պարտադիր է նաև այն քաղաքացիների համար, որոնք արդեն ունեն մասնավոր ապահովագրում, բայց սա չի նշանակում, որ քաղաքացին պետք է ընտրություն կատարի այդ երկուսի միջև, ճիշտ հակառակը, պետական ու մասնավոր փաթեթները կարող են լրացնել իրար։ Համընդհանուր ապահովագրումը պարտադիր չի լինի միայն այն անձանց համար, որոնք իրենց առողջությունն ապահովագրել են միջազգային ընկերություններում, քանի որ միջպետական պայմանագրերը համարվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր։ Հունվարի 1-ից պետական առողջապահական գործակալության փոխարեն կաշխատի ապահովագրական հիմնադրամը։ Արմեդ հավելվածում առողջապահության նախարարության և հիմնադրամի պաշտոնական կայքերում հասանելի կլինեն ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկեր։ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ապահովագրության փաթեթում ներառվում են պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, սույն մասով սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատում է կառավարությունը։ Առողջապահության նախարարի ձևակերպմամբ ապահովագրության ցանկ ընդգրկվող բուժծառայություններն այնքան շատ են, որ միայն թվարկումը մի քանի ժամ կտևի։ Աչքի վիրահատություն, կատարակտի վիրահատություն, որը ամենապահանջված
տարիքային ուրեմն բանից ելնելով վիրահատություններից է։ Եթե անձը չուներ առաջի երկրորդ կարգի հաշմանդամություն, ապա նա 65-ից հետո այս վիրահատություն չէր կարողանում ստանալ։ Սրտի ռիթմավարի տեղադրում, արիթմիոլոգիական խնդիրների պարագայում օրինակ աբլացիան, որ ուղղում են սրտի ռիթմի աշխատանքը, դեղորայքի փաթեթ, իր քրոնիկ վիճակները կառավարելու առումով։ Այո, այսօրվա այս խումբ քաղաքացիները պետական պատվերի շրջանակներում ստանում էին շատ սահմանափակ ծառայություններ, դրանք վերաբերում են վարակիչ հիվանդություններին, հոգեբուժական հիվանդություններին, այնպիսի ծրագրերին, որոնք բոլորի համար էին, օրինակ չարորակ նորագոյացությունների վիրահատությունը, այո, բոլորի համար է, բայց մինչև որ անձը հասներ այդ ախտորոշման հաստատմանը եւս որոշակի էտապներ պիտի հետազոտություններ անցներ եւ դա արդեն իր վրա էր, որ ինքը պիտի հոգար։ Ապահովագրության շրջանակներում այս ցիկլը առողջապահական ծառայությունների ավելի ամբողջական է, այսինքն Խորհրդարանական ընդդիմությունը նախագիծը խնդրահարույց է համարում մի քանի տեսանկյունից։ Դրանցից առաջինն օրենսդրական փաթեթն այս փուլում ընդունելն է։ Խնդիրը այն է, որ դուք իրեն բերել եք նախընտրական տրամաբանության մեջ ու այստեղից են սկսվում բոլոր խնդիրները։ Այո, դուք 5 տարի խոսել եք սրանից, բայց հունվարի 1-ից արդեն սահմանել եք, որ հարկը քաղաքացու պիտի բարձրանա։ Դեկտեմբերի 2-ն մենք նոր առաջին ընթերցում ենք անում ու քննարկում ենք ու այլ պատճառաբանություն, այլ տրամաբանություն, որ 6 ամիս հետո ընտրություններ են ու դրա համար է սա քննարկվում, ուղղակի չկա, որովհետև այլապես մենք հնարավորություն կունենայինք ոչ թե ունենալու այն ինչ որ դուք հասցրել եք բերել ազգային ժողով, այս հարցերին էլ չկարողանալու պատասխանել, այլ հնարավորություն կունենայինք միջազգային լավագույն փորձով առաջ շարժվելու։ Պատիվ ունեմ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը համեմատում է 36,000 դրամ արժեցող սոցփաթեթը եւ գործադիրի առաջարկած 129,600 դրամանոց ապահովագրության փաթեթը։ Հիմա ես որպես ազգային ժողովի падգամավոր պարտավոր եմ չէ վերցնել այս ցանկը, որ մարդ վճարում է 36,000 դրամ եւ տեսնում է իր առաջ ինչ ծառայություններ կան եւ փորձել հասկանալ, եթե 100,000 դրամով ավելանում է վճարը, մարդու վրա դրվում է պարտավորություն լրացուցիչ 100,000 դրամ վճարելու, բայց չհասկանանք այդ 100,000 վճարի դիմաց ինքը ինչ ծառայություն է ստանալու։ Սա ֆունդամենտալ հարց է, որը դուք այսպես բարեհաջող ձևով շրջանցեցիք։ Նախարարը վստահեցնում է ոչ միայն ուսումնասիրել են, այլև որոշ սկզբունքներ ու մեխանիզմներ ներդրել միջազգային փորձից։ Իսկ առողջության պարտադիր համընդհանուր ապահովագրման ռազմավարական նպատակները 4-ն են։ Բնակչության առողջության պահպանում, կյանքի միջին տևողության երկարաձգում, հաշմանդամության եւ վաղաժամ մահացության նվազեցում, կյանքի որակի բարելավում։ Այս համակարգի գործարկումը նաև Հայաստանի տնային աշխատանքներից մեկն է ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին։ Սա վիզաների ազատականացման տեսանկյունից է շատ կարևոր մեզ համար։ Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ, մի շաբաթ, 2 շաբաթ առաջ մեզ հանձնվեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Դուք գիտեք, թե ինչքան մեծ ուշադրություն է դարձնում եվրոպական կողմը, ուրեմն այնտեղ ապաստան հայցող մեր ուրեմն առողջապահական նպատակներով այնտեղ ապաստան հայցող մեր քաղաքացիների վրա ծախսվող գումարներին, դա այնտեղ որոշակիորեն որոշ երկրներում, որտեղ քաղաքացիների հոսքը շատ է, հարուցում է որոշակի քաղաքական դիսկուրսներ եւ իրենք փորձում են անել ամեն ինչ, որ այդ խնդիրը հնարավորինս 0 չի լինելու այդ թիվը, այս գլխից ասեմ, բայց հնարավորինս լուծվի եւ այս համակարգը կարծում եմ, որ էականորեն կնպաստի այդ խնդրի, այնտեղ դուք հիվանդություններ նշեցիք, որոնք շատ մեծ տոկոս են զբաղեցնում այն հիվանդությունների շարքում, որոնց պատճառով որ մարդիկ ուրեմն դիմում են ապաստանի Եվրամիությունում 10%-ով, 20%-ով, 30%-ով էլ այդ թիվը նվազի, էլի լավ է։ Ընդդիմության հաջորդ հակափաստարկն այն է, որ առողջապահական առաջին օղակը ամբուլատորիաները պատրաստ չեն այս ծանրաբեռնվածությանը։ Անահիտ Ավանեսյանն ասում է, առաջիկա ամիսներին ուշադիր կհետևեն համակարգի ներդրմանն ու եզրակացություններ կանեն։ Այո, այս համակարգը ներդրման ընթացքում կունենա վերանայման, շտկման, որոշակի լրամշակման կարիք եւ մենք օրենքով էլ նախատեսել ենք, որ առաջին
6 ամիսների ընթացքում մեր մոնիտորինգի արդյունքներով մենք կամփոփենք եւ իհարկե կարիքի դեպքում հանդես կգանք նաեւ օրենսդրական փոփոխություններով։ Հետգրություն կամ 5 փաստ առողջության պարտադիր ապահովագրման մասին։ Աշխատող քաղաքացիները ոչինչ չեն անի համակարգին միանալու համար։ Աշխատավարձից փոխանցումները կանեն գործատուները։ 2026 թվականի հունվարի վճարումները կպահվեն 2025 թվականի դեկտեմբերի աշխատավարձից։ Դուք 2026-ին կընդգրկվեք համակարգում, եթե 2025-ի նոյեմբերի դրությամբ մեկ գրանցված աշխատավայրից ստանում եք 200,001 դրամ աշխատավարձ։ Անչափահասների և 65 տարեկանից բարձր անձանց ապահովագրական փաթեթից չեն կարող օգտվել ընտանիքի մյուս անդամները, յուրաքանչյուրը վճարում է իր համար։ Առաջին փուլում համակարգ կներառվի շուրջ 1,600,000 մարդ։ Անահիտ Սվարյան, Աննա Հարությունյան, Ռադիոլուր։